Ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից ճարտասանության մրցույթի մասնակիցներն են ազգային ժողովում են մասնակցելու երկրորդ եզրափակիչ փուլին։ Հայաստանի 7 մարզից ու Երևանից մրցույթին մասնակցել են 46 աշակերտ, եզրափակիչ փուլ են հասել 12-ը։ Շատ տպավորված եմ, շատ էի հուզվել, որ իմացել էի, նամակը չէի կարողանում ես կարդամ, իմ ընկերները իմ տեղը կարդացին, որ նոր իմացա, որ անցել եմ։ 7-րդ դասից սկսեցի սովորել, որ անցա երկրորդ փուլը շատ զարմացա։ Դրա համար շատ ուրախ եմ ստեղ լինել։ Ներկայացրել էի, թե ըստ իմ պատկերացմամբ ինչպիսին կլինեն 2027 թվականին տեղի ունեցող ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում ու ընտրվեցի։ Ինչ ես կարծում կանցնես։ Չգիտեմ, ավելի լավ կլինի որ անցնեմ, բայց բոլորին էլ հաջողություն եմ մաղթում։ Ցույցի մասին իմացել եմ ուսուցչիցս, նա է խրախուսել, որպեսզի մենք մասնակցենք ու հենց որ առաջին փուլը հաղթահարեցինք, ասենց շատ զարմացած էի, բայց շատ լավ փորձառություններ ու իրոք ասենց ուզում էի անցնել մյուս փուլ, շատ հետաքրքիր էր։ Ազգային ժողովի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված մրցույթի բոլոր 46 մասնակիցներին խորհրդարանի նախագահի անունից ողջունել է ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Ամիսներ առաջ պարոն Սիմոնյանի եւ մեր շատ հարգարժան դեսպանի կողմից այս ծրագրի միտքը կար, մենք դեռ չէինք պատկերացնում աշխատանքային խմբով, թե իրականում ինչ է լինելու եւ այսօր մենք այս շատ կարեւոր փուլին ենք հասել։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս նախաձեռնության համար եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի դեսպանատանը իրենց ցուցաբերած կամքի, ջանքի եւ համագործակցության համար։ Շատ ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ եւ տեսնել, որ հասել եք այս վերջնական փուլին, որը ցույց է տալիս ձեր գիտելիքները։ Ճիշտ է, մենք դեռ պաշտոնապես չենք մտել ֆրանկոֆոնիայի շրջանակների մեջ, սակայն հենց այս միջոցառումը կարող ենք համարել դրա շրջանակներում կազմակերպող նախաձեռնություններից մեկը։ Ուզում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջոցառման միտքը տալու համար։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցներին ներկայացվել են եզրափակիչ փուլի կանոնները։ Մի փոքր հուզված ու հաղթանակի ձգտումով 12 մասնակիցները նախ վիճակահանությամբ ընտրել են բանավեճի թեման եւ իրենց բանավիճային հակառակորդին։ Այնուհետև 5 րոպե պատրաստվելուց հետո իրենց արհեստավարժ ֆրանսերենով ներկայացել են ժյուրիի դատին։ Mesdames et messieurs, aujourd'hui on a comme problématique le changement climatique. Une seule personne ne peut pas être responsable du changement climatique parce que c'est un problème. Բանավեճից ու հարցուպատասխանից հետո մինչ ժյուրին կայացնում է ամենադժվար որոշումը, աշակերտներին հնարավորություն է տրվում շրջելու ազգային ժողովի շենքում։ Ապրեք շատ, եւս մեկ անգամ շնորհակալություն, անկախ նրանից հիմա ով կանցնի, ով չի անցնի, սա ընդհանրապես մի կյանքի սկզբի շատ տենց մի, չասեմ փոքր, բայց առաջին քայլերից մեկն է, ինչ որտեղ հաջողում են, ինչ որտեղ մարդիկ չեն հաջողում եւ եթե չեն հաջողում, մի ինչ որտեղը չի նշանակում, որ իրանք վատն են կամ իրանք սխալ են ինչ որ հարցում, այդ նշանակում որ դեռ մի քիչ ավելի շատ ջանք պիտի դնեն այդ գործի մեջ, որ մի հաջորդ ինչ-որ փուլում հաջողեն եւ հանկարծ ոչ մեկ չի եւ մյուս մեր ընկերները ովքեր առաջին փուլում չեն անցել, երբեք չհիասթափվեք, սա ընդհանրապես ցույց է տալիս դուք որ ինչ-որ բան արդեն ունեք եւ դեռ ինչ-որ բան պիտի ձեռք բերեք, պիտի սովորեք եւ գնացեք այդ նոր գիտելիքի հետևից եւ երբեք չհիասթափվեք։ Ժյուրիի որոշմամբ 3 ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ Ֆրանսիայում լեզվի մեկշաբաթյա ուսումնասիրության համար, իսկ թե 12-ից որ 3-ը կմեկնեն Ֆրանսիա, պարզ կլինի մարտի 27-ին մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որն ազգային ժողովում կանցկացնեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյին։